Դոնալդ Թրամփն ուզում է տեսնել երջանիկ, հիանալի Իրան, բայց առանց միջուկային զենքի։ ԱՄՆ նախագահը Օման է ուղարկել իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին։ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար Օմանի մայրաքաղաք Մասկատ է մեկնել նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ողերիմ թշնամիներ համարվող Իրանի ու ԱՄՆ-ի բանակցություններում միջուկային նոր համաձայնագրի կնքման հարցն է։ Axios լրատվական հարթակը վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները գրում է, որ Թեհրանը Վաշինգտոնին առաջարկում է աշխատել ժամանակավոր միջուկային համաձայնագրի կնքման ուղղությամբ, նախքան համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Ըստ էության, Օմանում այս տեղեկությունը հաստատել է նաև Իրանի արտգործնախարարը։ Մենք մտադիր ենք հավասար դիրքերից հասնել արդար եւ արժանապատիվ նախաձեռնության։ Եթե մյուս կողմը նույն դիրքում է, Աստծո կամոք նախնական փոխհմբռնման հնարավորություն կլինի, որն է բանակցությունների ուղու սկիզբը կլինի։ 2018-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց 2013-ին ստորագրված Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից երկրի դուրս գալու մասին։ Որոշումը Թրամփը հիմնավորել էր, թե ապացույցներ ունի, որ Թեհրանը շարունակում է միջուկային զենքի մշակումը։ ՄԱԳԱՏԷ-ի այսպես կոչված տեսուչները իրենց տեսչական այցերը, որոնք ունեցել են Իրանի միջուկային օբյեկտներ, բոլորը արձանագրել են, որ միջուկային զենք ստեղծելու բան չկա այս ամբողջ ծրագրում։ Ուղղակի այդ խտացման հարցն է, որ եթե 30%-ով խտացվում է, կարելի է, հնարավոր է տեսականորեն միջուկային զենք ձեռք բերել։ Երբ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն ըստ էության ցրում են ամերիկացիների կասկածները, ինչու է Վաշինգտոնը համառորեն Թեհրանին մեղադրանքներ ուղղում։ Փորձագետների կարծիքով Իրանի վրա ճնշմամբ Թրամփը մտադիր է առաջին հերթին Պեկինին խեղճացնել։ Միացյալ Նահանգները Չինաստանի նկատմամբ կիրառվող մաքսատուրքը հասցրել է 145%-ի։ Չինական ապրանքների ներմուծումը իր երկիր զսպելու նպատակով։ Ուղղակի ձեռքերը որոնելու քաղաքականություն է իրականացնում Թրամփը, ասում է բոլորը խելոքանալու է։ Ասողը ես եմ, այսօր կասեմ 10, վաղը կասեմ 50, այսօր 128։ Ամերիկյան պատժամիջոցները շրջանցելով Պեկինը դարձել է Թեհրանի գլխավոր հաճախորդը հում նավթի առևտրում։ Չինաստանի տնտեսությունը սնվում է հենց իրանական նավթից եւ հենց սրա դեմն է ուզում առնել բիզնեսմեն Թրամփը։ Թրամփը ինքը խաղադրույքը անմավերև առավելագույն։ Իսկ Թրամփի առավելագույն խնդիրը մեկն է՝ Չինաստանին տնտեսապես չեզոքացնելով ինքն ու Պուտինը կկարողանան հանգիստ կիսել աշխարհը։ Ռազմական փորձագետը նկատում է, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միասին տիրապետում են 5000-ից ավելի միջուկային մարտագլխիկով հրթիռների։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները ունեն այն զինանոցը, որով կարող են երկիր մոլորակը պարբերաբար ոչնչացնել, որովհետև որոշելու ժամանակ գնահատում է ոչ թե պետությունների տնտեսական հզորությունը, ոչ իրանց ազդեցությունը այլ երկրներում, հատուկ ծառայությունների ազդեցությունը, այլ միջուկային զինանոց։ Վերջին ամիսներին Մերձավոր Արևելքում ռազմավարական դիրքերը բավականին թուլացրած Իրանում հասկանում են, որ այս պահին չեն կարող արհամարհել Վաշինգտոնի մեղադրանքները եւ հրաժարվել բանակցություններից։ Միջուկային նոր համաձայնագրի կարիք կա։ Իրանում են ասում, որ այդ համաձայնագրին վերադառնալը այլևս անհնար է, անհրաժեշտ է նոր համաձայնագիր, բայց ոչ այն պայմաններով, որը փորձում է Արևմուտքը եւ մանավանդ Միացյալ Նահանգները թելադրել։ Մինչ Օմանում սկսված բանակցությունները Թրամփը սպառնացել է, թե ռազմական հարված կհասցնի Իրանին, եթե համաձայնագրի ստորագրումը ձախողվի։ Թեհրանն էլ իր հերթին է զգուշացրել Վաշինգտոնին, իր վրա ցանկացած հարձակում ԱՄՆ-ին կներքաշի խոշոր պատերազմի մեջ ամբողջ Մերձավոր Արևելքում։ Վերլուծաբանները վստահ են, ռուս-ուկրաինական խաղաղության գործընթացի քավոր Թրամփի միայն հռետորաբանությունն է կոշտ։ Իրանի դեպքում նա հազիվ թե գնա իրավիճակը սրելու ճանապարհով։ Կարնե Մանգասարյան, Նորաշար Բաթյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։